Դարձյալ ապրիլ 24-ը ապրիլ 24-ը սոսկ մեր նահատակները հիշելու օր չէ, այլ ազգային ինքնակնության ու ինքնաճանաչման օր է, ու միաժամանակ մեր ժողովրդի բռնապարված իրավունքները աշխարհին հիշեցնելու և մեր սրբացյալ նահատակներու գդագին հավատարմությամբ մեր բանջարդիրական պայքարին նոր մղում տալու օր է։ Մեր բանջարդիրական պայքարը կգտնվի մեր ժողովրդի ժամանակակից պատմության ճակատագրական մեքանքրվանին։ Կթիմավորենք նոր տագնապներ ու մարտահրավերներ։ Աշխարհաքաղաքական պայմանները փոխված են և նպաստավոր չեն մեզի։ Արդ հայ թադի հետապնդման ռազմավարական թե մարտավարական մոտեցումները կկարոտին վերանայման ու վերածրակման։ Սա բահուն մեր սրբացյալ նահատակներու աջուններուն առջև կանգնած գուզեմ հատուկ կարևորությամբ հետևյալ 5 հիշեցումները և ընդգծումները կատարել։ Առաջին, ողջ հայությունն է պահանջատերը իր բռնապարված իրավունքներուն։ Յուրաքանչյուր հայ, ուր վարալ գտնվի, ինչ պայմաններու մեջ ապրի, ինչ հանգամանքի դեր ըլլա, պահանջատեր է հարին վավերական ու ամբողջական իմաստով։ Այս ոգիով հայը աշխարհ կգա ու այս գիտակցությամբ կկազմավորվի։ Ցեղասպանությունը անբաժան մասը կկազմի հայու էության ու ինքնության և հետևաբար հայ ժողովրդի արդար իրավունքներու հետապնդումը անանջատելի մասն է հայու գոյության, հայու ներկային և հայու ապագային։ Արդ ես չեմ կրնար երևակայել այս երկրագնդին վրա գտնվող հայը իր երակներու մեջ հայու առուն ունեցող հայը, որ գիտակից չէ, թե ինք ցեղասպանության զոհ և իրավադեր ժողովրդիմը զավակն է։ Այս խոր գիտակցությամբ յուրաքանչյուր հայ զանազան կերպերով մասնագից պետք է դառնա իր ժողովրդի անտեսված իրավունքներու վերադիրացման պայքարին։ Երկրորդ, Հայաստանն է իրավադերը հայտադին։ Այսպես ասինք մենք, երբ Հայաստանը գործընծուցած էր իր անկախությունը։ Այսպես ասինք նաև ու մանավանդ, երբ Հայաստանը վերականգնեց իր անկախությունը։ Այսպես ասավ Հայաստանը ինք վերանկախության հռչակագրի
և ցեղասպանության հարյուրամյակի համազգային հռչակագրի ջամփով հայ ժողովրդի իրավունքներ ու վերականգնումը անհաժան մասը նկատելով Հայաստանի պետության արտաքին քաղաքականության արդ անչադել հայտադը Հայաստանեն կնշանակե գդրել հայտադը իր արմատներեն Հայաստանեն հնչող նման մտածումներ խորաբես մտահոգիչ են պատմություն քաղաքականություն ու թիվանակիրություն իրարու հետ շփոթելով և զիրար հագատրելով ինչպես նաև պատմական Հայաստանի և ներկա Հայաստանի առաքածի և արարածի և մեր ժողովրդի հավաքական հիշողության մեջ արմատացած և հարերու ընթացքին նվիրագործված արժեքներուն և իդեալներուն առնչությամբ հագատրություններ ու հագասություններ ստեղծելով փաստորեն ինչպես ժողովուրդը գսե շուր կմատակարարենք ոչ բարեկամ երկիրներու չաղացքներուն և ավելին զիջողական քաղաքականության նաև չափազանցված զգուշավորություն միախառնելով պարզապես մեր իրավունքները կգործընծնենք և Հայաստանի անկախությունը կնսեմացնենք։ Հինգերորդ դարում մեր ժողովուրդը որպես մեկ ամբողջություն Վարդան Մամիկոնյանի ու Ղևոնդ Երեցի գլխավորությամբ ոտքի ելավ, երբ հայրենիքը վտանգի տակ էր, և մեր ժողովուրդը միապարան ըսավ մեր հայրենիքի անկախութենեն հայորեն ապրելու, խոյատևելու մեր իրավունքեն ոչ ոք կրնա շեղել։ Սպասելի է, որ այսօր հայրենիքի մեր ժողովուրդը նույն ոգիով, նույն հավատքով, նույն գիտակցությամբ նույնս է։ Երրորդ, Հայաստան սփյուռք սերտ գործակցությունը ամուր հիմքը կգազմե մեր բանջարական պայքարին։ Դժբախտաբար չգրցանք ընդհանրապես հայ ժողովուրդը հուզող և հատկապես հայ թադի հետապնդման աշխատանքներու գծով համահայկական մտածողություն ու ռազմավարություն զարգացնել այնպիսի կերպով, որ հայ ժողովրդի երկու փեբերներում Հայաստանին ու սփյուռքին մոտեցումները ներդաշնակվին մեր հայեցողությամբ կարելի է ու հրամայական ազգային և պետական շահերը դաշնակել, ոչ թե անչադել ու հագատրել։ Կարելի է ու հրամայական Հայաստանի պետության և սփյուռքի թերակատարությանց միջև համադրում ստեղծել, ոչ թե Հայաստանը սփյուռքեն և սփյուռքը Հայաստանեն հեռացնել։
կարելի է ու հրամայական Հայաստանի և Սփյուռքի միջև թերերու հստակեցում և աշխատանքի բաժանում կատարել մեր ազգի ներուժին ամբողջական ու ճիշտ օգտագործումով, ըսկուշ, հազար անգամ ըսկուշ, հիշյալ կարելիություններեն ու հրամայականներեն խուսափումը Հայաստանը կրնա առաջնորդել դեպի վտանգալից հորիզոններ ու մեր ազգը դեպի ներքին փեվերացումներ, որոնց նախանշանները սկսած են երևելի դառնալ հոս ու հոն։ Չորրորդ, քաղաքական ու իրավական տարածքները հարկ է դարձնել գիզագետը մեր պահանջատիրության։ Անցնող տասնամյակներում ագաթեմական ու քարոզչական մարզերեն ներս հսկա աշխատանք կատարվեցավ։ Հարկ է շարունակել նույն աշխատանքը, սակայն անոր առընթեր անհրաժեշտ որ քաղաքական ու իրավական տարածքները դառնան գիզագետը մեր պահանջատիրական պայքարին քայլ բահելով ներկա աշխարհի աշխարհաքաղաքական պայմաններու հոլովույթին հետ։ Ճիշտ է, քաղաքական ու իրավական թաշտերը իրար մեջ դեսականորեն անջատեն, սակայն ներկա աշխարհի մեջ անոնք իրարու հետ սերտորեն առնչված են, մեկը մյուսը պայմանավորելով, հարաբերաբար ազգային թե շրջանային շահերում, որ դժբախտաբար բացակա է իրավունք ու արդարությունը։ Արդ մեր մոտեցումը պետք է լա իրադեսական, հարկ է լալ արդյուն և մեր աշխատանքը դասավորել համապատասխան աշխարհի հարափոփող պայմաններում։ Եվ վերջապես հինգերորդ, հայ ժողովրդի հզորության վահանը իր համախմբումն է։ Ազգերու հարավոր պատմությունը ցույց կտա, թե քաղաքականությունը մնայուն ու իրավ բարեկամ չունի, իր իրավ ու մնայուն բարեկամը շահն է։ Այսօր մենք փաստորեն բարեկամ չունենք, մեր ժողովրդին միակ ու ճշմարիտ բարեկամը ինքն է, իր զավակներուն համախմբումն է, հայկական սփյուռք գործակցությունն է, պետք է լսեն Հայաստանի պետական պատասխանատուները, մեր ժողովրդի զավակները, մեր գազագերությունները ամենտեղ կանտրադառնանք արդյոք, որ մենք սկսած ենք իրար մեջ հեռանալ, խաբուսիկ երևույթներեն չդարվինք, ներ հայաստանյան, ներ սփյուռքյան, ներ կուսակցական, ներ համայնքային ջեղքերու բազմացումը սկսած է դգարացնել մեր հավաքական հավատքը ու չլատել մեր հավաքական վճռականությունը։ Մենք որպես Հայաստան
ըսվիրք և որպես ասկ սխալ ու բդանկալից ուղղության մեջ ենք, դեպի անտունդ կընթանանք, հետևաբար արցնանք այլևս, համախմբվենք ու համախմբենք, կշեշտեմ, համախմբվենք ու համախմբենք մեր ազգին ներուժը, իխնդիր Հայաստանի հզորացման և մեր իրավունքներու հետապնդման, սիրելի ժողովուրդ հայոց, ի Հայաստան և սպյուրս աշխարի, ուրիշ ճամփա չունենք, համախմբվենք ու համախմբենք, այս է պատկամը, այս մադրամ մեջ հանգչով մեր սրբացյալ նահատակներում, եկեք լսենք պատկամը մեր սրբացյալ նահատակներում և այդ պատկամին հավատարմությամբ վերանորոգենք մեր կյանքը, մեր բանջարական պայքարը այժմ և միշտ և ավիտյանս հավիտենից ամեն։